Վեց ինքնաթիռով ռուսական եռագույնն են տարածել Աստանայի երկնքում Պուտինին դիմավորելու պահին։ Հատուկ պատիվների է արժանացել Ռուսաստանի նախագահը ԵԱՏՄ 5-րդ գագաթնաժողովից առաջ, որի գլխավոր ինտրիգը մեր երկրի շուրջ է եղել։ Շատ փորձագետների գնահատմամբ Պուտինը ուղղակի Հայաստանին ԵԱՏՄ-ի դուռն է ցույց տվել, հորդորելով վերջնական որոշում կայացնել կամ մեզ հետ եք, կամ հեռացեք հիմա։ Кризис на Украине начался когда-то. Ուկրաինայի ճգնաժամը սկսվեց Ուկրաինան Եվրամիությանը միացնելու փորձերից։ Присоединение Украины к ЕС. Մենք դեմ չէինք դրան, բայց ասացինք, լսեք, օրինակ բուսասանիտարական չափորոշիչները բոլորովին այլ են։ Нормы совершенно разные. Գործնականում անհնար է մեկը մյուսի հետ համատեղելը։ Ուստի մենք ստիպված կլինենք տնտեսության ոլորտում Հայաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների գրեթե ամբողջ աշխատանքը դադարեցնել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Չափազանց մենակ ու շփոթված տեսք է ունեցել Հայաստանի փոխվարչապետը 4 նախագահների շրջապատում։ Աշխույժ զրուցել են Պուտինը, Տոկաևը, Լուկաշենկոն ու Ժապարովը։ Մեհեր Գրիգորյանի հետ շփման միայն մեկ շատ կարճ ժեստ է կադրերում հայտնվել Պուտինի կողմից։ Հայ պաշտոնյայի շուրջ անտեսանելի պատնեշ է շինած եղել հավանաբար Փաշինյանի բառաֆոնդը։ Իր փոխարեն Աստանա գործուղելուց առաջ Գրիգորյանին ոչ թե մի բաժակ ջրով էր բարի ճանապարհ ու հաջողություն մաղթել Փաշինյանը, այլ հակառուսական հայտարարությունների հեղեղով։ Իրանք իրանց դեմ են գործում, որովհետև իրանք ընդհակառակը պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին։ Ասեն այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում են մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք։ Վատ բան, սպառնալիք էր Փաշինյանը անվանել Հայաստան մատակարարվող գազի հնարավոր թանկացման ակնարկը։ Ռուսաստանի արտգործնախարարությունն էր գազի մատակարարման 2013 թվականին կնքված պայմանագիրը խզելու հնարավորության մասին պաշտոնական նամակ ուղարկել Երևան։ Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը նամակը ստացել էր չորեքշաբթի ու հայտնել, որ կարձագանքի ըստ անհրաժեշտության։ Բայց պաշտոնական արձագանքի փոխարեն ցանցում էր հայտնվել արձակուրդում գտնվող Փաշինյանի վիդեոն պիկապի թափքից։ Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, ասենք օրինակ թանկ գնով, որովհետև թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր ալնելու, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր։ Մենք այլևս ենք կուչեկած։ Մենք այլևս ենք կուչեկած, պլեջին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք։ Հետո արձակուրդը մի քանի ժամով ընդհատած Փաշինյանն էր, արդեն կառավարական կոստյումով, կառավարական շենքում նույն բաները ասել։ Մենք այդ նամակներից ստացել ենք մի քանի անգամ։ Ըստ Փաշինյանի, Ռուսաստանից ստացված նամակը հիմքում սպառնալիք է պարունակում և ցուցիչ է, պետք է որոշում կայացնել ու բալանսի բերել, այդ թվում տնտեսական կապերը դաշնության հետ։ Հայաստանի Հանրապետության տնտեսության, ինչպես ասացի, ոչ մի բան չի սպառնում։ Հայաստանի Հանրապետության տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ։ Հայաստանը այլևս այն երկիր չի, որ պլեջի կամ ծիպուլի հույսին է, եւ երբ որ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բան անում, բարձրանում է ժողովրդի ճնշումը բարձրանում։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների եւ տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Միլիարդների ու տրիլիոնների երկիր Հայաստանում, որի բյուջեում միայն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մոտ 1 ամիս առաջ թոշակները 10,000 դրամով բարձրացնելու փող գտնվեց։ Իսկապես հնարավոր կլինի դիմակրավել տնտեսական բոլոր փոթորիկներին, որ կանխատեսում են տնտեսագետները ռուսական կողմի սպառնալիքների կենսագործման դեպքում։ Ռուսաստանի պետական դումայում պատգամավորներից մեկը առաջարկել է վերանայել Երևանի արտոնությունները և կապույտ վառելիքը միանգամից ավելի քան կրկնակի թանկացնել։ Դրանից հետո Պուտինի խոսնակը հաստատել է գազի սուբսիդիաները օդից չեն, Ռուսաստանի օգնությունն են Հայաստանին և Ռուսաստանի հաշվին են արվում։
То есть та льготу, которую получают армяне, это всегда за чей-то счет, это не с неба. Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է տրվում, այն երկնքից չի ընկնում։ Հայաստանին տրվող արտոնությունը Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում, որովհետև հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է։ Այդ երկիրը եղել է ու կլինի մեզ համար եղբայրական երկիր, բայց նաև պետք է կոչենք իրեն իրենց անուններով։ Այո, արտոնությունը մեր հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին։ Մոսկվան ուզում է հասկանալ, ինչու պետք է վճարի Հայաստանին, օգնելով կամաց-կամաց իրերը հավաքել ԵԱՏՄ-ից ու տեղափոխվել ԵՄ։ Невооруженным глазом видно, что отношения с Москвой воспринимаются как... Ակնհայտ է, որ Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալվում են որպես մարտավարական գործիք եվրոպական ուղու վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար։ Цивилизационный выбор. Այսպես կոչված քաղաքակրթական ընտրությունը, այդպես է ասում Հայաստանի ղեկավարությունը, արդեն կատարված է։ Այն ամրագրված է 2025 թվականի ապրիլին ընդունված Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքում։ Երբ նրանք այցելեցին Մոսկվա, ասացին, ուշադրություն մի դարձրեք դրան, դա պարզապես թուղթ է։ Обращайте на это внимание, это же просто на бумаге. Մոտավորապես նույնն է ԵԱՏՄ նիստում ասել նաև Մհեր Գրիգորյանը։ Երևանի հավատարմության եւ բարեխղճորեն աշխատելու մտադրության մասին է ԵԱՏՄ անդամներին հայտնել Հայաստանի փոխվարչապետը։ Ռեսպուբլիկա Արմենիա намерена Հայաստանը մտադիր է այսուհետ եւս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, հիմնված փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության վրա եւ ԵԱՏՄ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելով։ Слышим заявление армянских официальных лиц. Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, բայց սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով։ Не по словам только, но еще и по делам. Обеспечение беспрепятственного. Իսկ Երևանի գործողությունները ԵԱՏՄ անդամներին բարեխիղճ աշխատանքի մասին չեն հուշում։ Հակառակը, Եվրամիության անդամակցելու Հայաստանի նախապատրաստական աշխատանքը լուրջ ռիսկեր է ստեղծում ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության համար։ Սա արդեն ամրագրված է ԵԱՏՄ 4 երկրների առաջնորդների հայտարարության տեքստում։ Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի առաջնորդները կոչ են անում Հայաստանին Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն ընտրության համար հանրաքվե անցկացնել։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կզեկուցեն ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանը Եվրամիության հետ մերձեցմանը զուգահեռ վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին։ ԵԱՏՄ նիստից հետո հայտարարել է Պեսկովը, էլի շեշտելով, որ Հայաստանը չի կարող աշխարհի պրոռուսական հատվածի փողով կամուրջ կառուցել դեպի Եվրամիություն։ Շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող եւ չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Նա պետք է դա անի իր սեփական միջոցների հաշվին։ Ամեն ինչ շատ պարզ է, այստեղ որևէ չասված բան չկա։ Ամեն ինչ բացարձակապես հասկանալի է, թափանցիկ եւ հստակ։ Փաշինյանը մտածում է, որ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ ԵԱՏՄ Հայաստան ապահարզանը նա ենթադրությունների ժանրի բան է անվանում։ Մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանը անդամ լինելը եւ Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց ստեղծելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի process-ները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2030 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2035 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2040 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2026 թվի դեկտեմբերը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2027 թվի հունիսը, ժամանակը ցույց կտա։ Ես էլ եմ ասում, դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Իր ինքնիշխան իրավունքներն ու լծակներն է արդեն Պուտինի առաջ դնում, հիշեցնելով անգամ, թե ինչ բարձր դիրք ունի ինքը ռուսական կողմի ջանքերով ստեղծված կառույցներում։ Ես մի հատ պաշտոնյան եմ, ով Եվրասիական տնտեսական եւ միջկառավարական խորհրդի անդամ է, եւ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Ես ուզում եմ մենք պատկերացնենք այս լծակի մասշտաբը եւ այդ լծակի ընձեռած հնարավորությունները, զարգացնելով միջև հնարավոր վերջին կետը
Եվրասիական տնտեսական միությունում մեր համագործակցությունը, այդ թվում մեր լծակները Եվրասիական տնտեսական միությունում օգտագործելով Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Հայաստանի տնտեսության առաջ Փաշինյանը որևէ սպառնալիք չի տեսնում։ Տեսնում է միայն անծայրածիր հնարավորություններ, որոնց առանցքը ըստ նրա թրիփ նախագիծն է։